Սիրոտոներից մինչև մարտիրթը։ Գիծյանը համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Բարև ձեզ։ Առաջին եթերում հանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է դիվանագետ Հրաչյա Թաշչյանը։ Բարև ձեզ, պարոն Թաշչյան։ Բարև ձեզ։ Մյունխենյան անվտանգային կոնֆերանսը ավարտվեց, երեկ ավարտվեց, տարբեր մեսիջներ լսեցինք այդ կոնֆերանսի ժամանակ, շատ հետաքրքիր էր ԱՄՆ-ի դիրքորոշումը, իհարկե Մարկո Ռուբիոյի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ելույթը դարձավ այն հենակետը, կարծես թե գլխավոր իրադարձությունը այդ կոնֆերանսի ժամանակ։ Ես կուզեի մի փոքր հետ գնալ միջև այդ կոնֆերանսը եւ նշել, որ նստելով ինքնաթիռ եւ թռչելով Մյունխեն, Մարկո Ռուբիոն արեց առաջին իր հայտարարությունը դեռ կոնֆերանսում չմասնակցելով, որ հին աշխարհը այլևս չկա։ Փորձենք որպես երմանքետ ընդունենք այս հայտարարությունը եւ շարժվենք առաջ։ Շնորհակալություն ռադիոյի համար։ Շնորհակալություն, նախ ասեմ, իրոք Մարկո Ռուբիոյի ելույթը առանցքային էր այդ միջոցառմանը, դա հիմնական իրադարձությունն էր պաստորեն։ Կարելի ասել ես երկու կարևոր լավ ելույթ կանանցնեմ Մարկո Ռուբիոյին եւ Գերմանիայի կանցլերին, Գերմանիայի ղեկավարին։ Իրոք եւ ելույթը, այսպես կարելի ասել, Մարկո Ռուբիոյի ելույթը ծրագրային ելույթ էր, առհասարակ սա մի միջոցառում է Մյունխենի անվտանգության կոնֆերանսը, ես պատկերավոր ասած օլիմպիական խաղերն են բանի համար, անվտանգության շուրջ, անվտանգության վերաբերյալ տեսակետներ, նկատառումներ արտահայտելու համար, ոնց որ Դավոսը տնտեսական հարցերի շուրջ կարևորագույն ատյանն է, կարևորագույն ատյանը չէ, ներողություն, ամբիոնն է, նույնպես ուրեմն Մյունխենի այս կոնֆերանսը անվտանգության հարցերի համար։ Եվ այստեղ ուրեմն Մարկո Ռուբիոն, որ ներկայացնում է, որ հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավար, իր ելույթում հաստորեն կարևորագույն ուղերձներ հղեց։ Սա ես կարող եմ ասել, կարելի է, գիտեք, ինչպես մեկնաբանել, ինչպես ուրեմն նախագահ Տրամպի կամ մինչ այդ կատարված քայլերի, ելույթների մեկնաբանություն։ Եթե ուզում ես հասկանալ, թե իսկ ինչ են նշանակում, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարությունը, ազգային անվտանգության ռազմավարությունը, որ մի քանի ամիս առաջ ընդունվեց, կամ պաշտպանության ռազմավարությունը, որ քիչ առաջ ընդունվեց, օրեր առաջ ընդունվեց, այդ կարելի է կարդալ ուրեմն կամ լսել ունկնդրել Մարկո Ռուբիոյի ելույթը եւ դա տալիս է այդ բացում է այդ բաները, փակագծերը, որպեսզի հասկանալ լինի, թե ինչ է դա նշանակում։ Ինչ էր հիմնական ուղերձը։ Իրոք նա ասում է, որ նախկին աշխարհակարգը այլևս չկա, բայց բոլորն են ասում դա, հա, այդտեղ ինքը օրիգինալ չէ, բոլորն ասում են, բոլորը պնդում են դրա մասին, բայց ինչն է հետաքրքիր, նայեք, հակառակ նրա, հակառակ բոլոր այն կանխատեսումների, ընդ որում մեր հայաստանյան դաշտում կային այդ կանխատեսումները, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս վարելու են այսպես մեկուսացված արտաքին քաղաքականություն, այսպես նոր իզոլյացիոնիզմներ լինելու ամերիկյան, հակառակ դրա, հակառակ այդ կանխատեսումների նա դրա մասին չխոսեց։ Նա պարզապես ասաց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս դադարելու են առաջնորդվել այն սկզբունքներով, որոնք ինչ որտեղ ոչ էֆեկտիվ են, ոչ արդյունավետ են եւ երբեմն հակասում են անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային շահերին։ Գաղափարական սկզբունքներ։ Գաղափարական։ Եթե պարզ բաց անենք մեր ունկնդիրների համար ինչ է դա նշանակում։ Նախկինում տասնամյակներ շարունակ Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջնորդում են իրենց արտաքին քաղաքականության մեջ հետեւյալ սկզբունքով. եթե դու ժողովրդավար ես, լիբերալ ես, ես քո նկատմամբ ավելի բարեհաճ վերաբերմունք եմ ցուցաբերում, այսինքն առաջնայնությունը տալիս եմ քեզ։ Եթե ոչ, ուրեմն հակառակ բանն է լինում, վերաբերմունքն է լինում։ Հիմա ասում է, որ մենք այդպես չենք վայրվելու այլևս։ Եվ հիմա շատերը կանխատեսում կան եւ շատերի կողմից եւ այս մամուլում շատ կային այդ խոսակցությունները նաեւ, որ փլուզվում է տրանսատլանտյան կապերը։
Այն դաշինքը, որը որ կար ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև, իդեմս ՆԱՏՕ-ի եւ այլն, որ դա ուրեմն կոլապսի առջև է կանգնած, փլուզվում է, իդեպ ինքը հենց Մարկո Ռուբիոն իր ելույթում նշում է, որ այդպիսի բաներ կային, այդպիսի ապոկալիպտիկ բաներ կային, մեկնաբանություններ կային։ Նա ուրեմն հակառակ բանն է անում, մեկնաբանությունն է տալի դրա, հակառակ ուղերձն է մղում, ասում են ոչ, մենք ուզում ենք նորոգել այդ դաշինքը տրանսատլանտյան դաշինքը եվրոպական երկրների հետ մենք մեծապես շահագրգռված ենք այդ դաշինքում, այդ դաշինքով է, որ մենք ուժեղ ենք լինելու եւ միասին ենք ուժեղ լինելու, այդ դաշինքը որևէ բան չունի, այլընտրանք չունի, պարզապես Ամերիկայի Միացյալ Նահանգները ակնկալում է, որ եվրոպական երկրները կստանձնեն համապատասխան, ուրեմն համարժեք այն բեռը անվտանգության, որը որ իրանք կարող են ստանձնել իրենց ելնելով իրենց ուրեմն տնտեսական հզորությունից։ Սա այս ակնկալիքն է նա շեշտադրում, բայց հետո դրա հետ միասին ինքը մի, այսպես գիտեք, շատ գեղեցիկ բավականին ելույթով նշում է այն խորը քաղաքակրթական արժեքային կապը, որը որ գոյություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև, անգամ այսպեսին արտահայտություն է անում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Եվրոպայի զավակն են եւ չի կարելի պատկերացնել ուրեմն բաժանում այս երկու բաների միջև, միավորների միջև, սա էր հիմնական ուղերձը, ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգները դժգոհ են այն սկզբունքներից, որոնք որ գործում էին նախկինում, բայց դա չի նշանակում, որ նա այսօր փլուզելու է բոլոր այն կառույցները, բոլոր այն ինստիտուտները, որոնք որ գործում էին միջազգային հարաբերություններում, խոսքը բազմակողմ ինստիտուտների մասին է, փորձելու է նորոգել նրանք եւ դա անելու է իր դաշնակիցների հետ միասին։ Որոնք դեռ շատ հետաքրքիր մանրամասներ կան, եթե կուզեք ես ասեմ կամ խնդրեմ, իհարկե։ Նայեք, օրինակ ինքը ինչի մասին է խոսում, ասում են նայեք, այն քաղաքականությունը, որ իրենք վարում էին, եւ այստեղ եթե փակագծերը բացենք, խոսքը գնում է փաստորեն համաշխարհային առևտրական կազմակերպության կանոնների սկզբունքների մասին, հա, դրա հետևանքով, հետևելով դրան Ամերիկայի Միացյալ Նահանգները կորցրեց այն ինդուստրիալ բազան, որ նա ուներ։ Այսինքն դա կոչվում է ապարդյունաբերականացում, դեինդուստրիալիզացիա։ Նայեք, նույնը տեղի ունեցել փաստորեն Եվրոպայում։ Հիմա ասում է, սա անխուսափելի չէր։ Հակառակ այն կարծիքի, որը որ տարածված էր ակադեմիական շրջանակներում, որ սա գիտեք, անխուսափելի գործընթաց է, եվրոպացիներն ու ամերիկացիները պետք է մասնագիտանան միայն ծառայությունների վրա, իսկ արդյունաբերական արտադրանքը գնալու է Չինաստան եւ Հեռավոր Արևելք կամ այլ նման երկրներ, ասում ոչ, դա անխուսափելի չէր։ Հիմա ո՞րն է սրա հետևանքները բացասական։ Շատ կարևոր հանգամանք է սա։ Այդ դեինդուստրիալիզացիայի պատճառով եւ հետևանքով Ամերիկայում մաշվում է, ջլատվում է, նվազում է, էրոզիայի ենթարկվում միջին խավը։ Պատկերացնում եք, ինժեներների եւ բանվորներից կազմված այդ միջին խավը, որը որ դա լուրջ վտանգ է ցանկացած տնտեսության։ Այո, իսկ դա Ամերիկայի Միացյալ Նահանգների ողնաշարն էր հասարակության, ողնաշարն էր։ Եվ այս առումով նրանք խոսում են, ասում են, նայեք, մեր քաղաքակրթությանը սպառնալիքներ փաստորեն կան այդ առումով։ Եվ եվրոպական եւ ամերիկան։ Երկրորդ սպառնալիքը ինքը որպես սպառնալիք մատնանշում է չկարգավորվող կամ չվերահսկվող միգրացիան, ներգաղթը, որը եւս ուրեմն նույն սպառնալիքն է, որպես նույն որակի, նույն բնույթի եւ նույն ծավալի նա սպառնալիք է գնահատում։ Եվ ասում եմ, մեր քայլերը պետք է ուղղված լինեն այս վտանգների, այս սպառնալիքների վերացմանը եւ համատեղ պետք է քայլենք։ Այս տեսակ շատ հետաքրքիր բաներ կան, ուղերձներ կան ուրեմն Մարկո Ռուբիոյի ելույթի մեջ։ Պարտաշ ջան, ես առաջարկեմ 1 տարի հետ գնանք նույն Մյունխենյան կոնֆերանսի դաշտերը, այսպես ասեմ, եւ հիշենք ինչ էր խոսում այնտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ինչը բերեց Եվրոպային, հին բարի Եվրոպային շոկային իրավիճակի։ Վենսը փաստացի ասած ակնարկեց բավականին բաց տեքստով, որ ԱՄՆ-ն ոչ մի պատճառ չի տեսնում ներդրումներ անել, հա, եվրոպական, հա, կոնտինենտի պաշտպանության հարցում եւ դա արեց բավականին կոշտ եւ շատ լուրջ քննադատության ենթարկեց Եվրամիությունը այդ հին բարի մայր Եվրոպային։ Հիմա ես ուշադիր լսեցի պարոն Ռուբիոյի ելույթը մեծ հաշվով շատ քիչ տարբերություն կար
այդ եւ այն ելույթի բովանդակության մեջ։ Հռետորաբանությունը բոլորովին տարբեր է։ Սա շատ ավելի փափուկ ելույթ էր, շատ ավելի բարյացակամ էր։ Եվրոպական առաջնորդները ժպտում էին լսելով Ռուբիոյին, հա, մենք տեսանք, բայց իմաստը դրանից չփոխվեց։ Դուք էլ նշեցիք, չէ՞։ Ինչ են ակնկալում ամերիկացիները եվրոպական գործընկերներից եւ դաշնակիցներից ավելի շատ փոխպաշտպանությունում, զարգացում։ Իհարկե, ես երբեք չեմ կարծել եւ հիմա էլ չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն փլուզման եզրին է կամ փլուզվելու է, որովհետեւ դա Ամերիկայի Միացյալ Նահանգներին բոլորովին պետք չէ, որովհետեւ ՆԱՏՕ-ն շարունակում է լուրջ գործիք մնալ Ամերիկայի ձեռքում, եվրոպական գործերի վրա ազդելու, որոշումներ կայացնելու եւ ընդհանրապես տրանսատլանտյան անվտանգությունը ապահովելու առումով։ Հիմա այս երկու ելույթները ես կարող եմ սխալվել, ես դիվանագետ չեմ, դրա համար եմ այդ հարցը ձեզ տալի։ Որն էր տարբերությունը, բացի հռետորաբանությունից, Վենսի ելույթը շատ կոշտ էր, Ռուբիոյի ելույթը շատ փափուկ էր եւ բարյացակամ էր։ Այն դեպքում բոլորը ներվայնացել էին, որ մեկի դուրը այդ ելույթը չէր եկել, իսկ Ռուբիոյի դեպքում բոլորը ծափահարում էին, բայց բովանդակությունը Ես ասեմ հիմա, նայեք, մասամբ համաձայն չեմ ձեր մեկնաբանությանը, նայեք, Վենսը իհարկե շեշտադրումը հետևյալն էր, նա ոնց որ ուշադրությունը սևեռեց մի խնդրի վրա, որ նայեք դուք եվրոպացիները միշտ ապավինում եք մեր վրա, մեր ֆինանսական աջակցության վրա, որ մենք տասնամյակներ շարունակ մենք ենք ապահովել ձեր անվտանգությունը, բայց եղբայր ասում դուք լավ տնտեսություններ ունեք, հարուստ երկրներ եք, մոտարապես 2/3-ն է կազմում Ամերիկայի ՀՆԱ-ի, եթե վերցնես Եվրոպական միության ՀՆԱ-ն, իսկ Բրիտանիայի հետ միասին ավելի շատ 70-75%-ը, ինչու չեք դուք ինքներդ դա իրականացնում, ինչու այդ գործառույթը ինքներդ չեք կատարում, իրականացնում, սա է եղել փաստորեն հիմնական ուղերձը Վենսի ելույթի եւ ինչպես տեսնում եք սա փաստորեն նաև նախագահ Թրամփի վարչակազմի կարևորագույն մեսիջներից է, ուղերձներից է, որը որ հանդիպում է եվրոպական երկրներին։ Հիմա նա էքստրա պատասխանը տալիս է Գերմանիայի կանցլերը իր ելույթում։ Նա ասում է, մենք եվրոպացիներս պետք է ստանձնենք այդ պատասխանը, այդ բեռը, պետք է մեր ուսերի վրա վերցնենք այդ բեռը, մենք ինքներս դա պետք է անենք, այսինքն սա փոխադարձ, այսինքն արձագանք գտած մի սա ուղերձ է, որը որ գտավ ուրեմն արձագանք ստացավ Եվրոպական միության կողմից։ Նրանք եվրոպական երկրների, ուրեմն բոլոր իրենց ելույթներում եվրոպացիները թե Մեծ Բրիտանիայի վարչապետը, թե Գերմանիայի կանցլերը խոսում էին այն մասին, որ եվրոպական երկրները պետք է իրենք դառնան իրենց անվտանգության ապահովման երաշխիք, այսպես ասենք, հա, իրենք ուժերով, իրենք իրենց ֆինանսական, տնտեսական եւ տեխնոլոգիական միջոցներով։ Սա շատ մեծ տարբերություն է։ Իսկ բանի մեջ Մարկո Ռուբիոն նայեք ինչ արեց։ Նա եկավ եւ վերահաստատեց, որ մենք դաշնակիցներ ենք, որ որևէ մեկը թող չկասկածի, բան չկա մեր մեջ, բան չի առաջացել, անջրպետ չի առաջացել, ոչ մի տենց բան չկա։ Այսինքն հույս չունենք, որ մենք այլևս ուրեմն պետք է չգիտեմ, հակառակորդներ դառնանք կամ ինչ-որ լուրջ հակասություններ կարող առաջանան մեր մեջ։ Ռազմավարական հարցերում մենք բաներ ենք, դաշնակիցներ ենք եւ մենք կարևորագույն առաքելություն ունենք այսօր աշխարհում իրականացնելու։ Սա է եղել նրա այսինքն ուղերձի տարբերությունը բանի Վենսի հետ համեմատ իհարկե։ Ուրսուլա ֆոն դեր Լայեն այսպես է ձևակերպել այդ նույն համաժողովում Եվրոպայի դերը, նոր դերը հիշատակելով ուկրաինացիներին, հա, նա ասում է, որ մենք եվրոպացիներս պետք է սովորենք ուկրաինացիներից, որոնք ասում են փոխվիր կամ մահացիր, եւ մենք էլ պետք է ընդունենք այդ սկզբունքը, ասում է Տեկին ֆոն դեր Լայենը։ Այսինքն մենք կարող ենք ընդունել որպես կոնստանտ, որպես փաստ, որ Եվրոպան ոչ միայն սկսում է վերազինվել, իսկ այս գործընթացը շատ ակտիվ է գնում, այլ նաև փոխվում է եվրոպական մտածելակերպը, ինչը բոլոր այս վերջին տարիներին եղել է կարծես թե գլխավոր խնդիրը Եվրոպայի, երբ որ բոլորը ասում են Եվրոպան անվտանգություն չի, մեզ ինչ են ասում։ Երբ որ մենք ասում ենք, որ մենք պետք է գնանք դեպի Եվրամիություն, Հայաստանը պետք է գնա դեպի Եվրամիություն,
Որովհետև Եվրամիությունը մեզ համար դա քաղաքակրթական ընտրություն է, դա անվտանգություն է, դա տնտեսություն է եւ դա զարգացում է, ասում Եվրոպան ինքն է անվտանգության սպառող եւ անվտանգություն չի գեներացնում։ Հիմա կարծես թե այդ մտածելակերպը, որը գլխավոր Եվրոպայի խնդիրներից դից, կարծես թե փոխվում է, խնդրեմ Ալիովին համաձայն եմ ձեզ հետ, այսինքն այս այնտեղ հնչած բոլոր ուղերձները հենց դրա մասին է, որ Եվրոպան պետք է փոխվի, Եվրոպան պետք է վերազինվի, Եվրոպան պետք է ինքնուրույն խաղացող դառնա միջազգային հարաբերություններում, բոլոր էլի ելույթներում, էլի ուղերձներում կար այդ կարևորագույն այդ գիծը անցնում էր, որ այո, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանով, դաշնիկով, բայց եւ նայեք, որպես ապացույց դրա ինչ էր խոսվում, որ ՆԱՏՕ-ի, ինչպես դուք ասացիք, գոյության վերաբերել որևէ մի հարցական չկա, խոսք չի կարող լինել առանձին եվրոպական ուժերի ստեղծման մասին, այլ պետք է մտածել, թե ինչպես մենք, այսինքն իրենք եվրոպացիները կարող են լրացուցիչ ինչ-որ միջոցներով ամրապնդել կամ ընդլայնել ՆԱՏՕ-ն, եւ այստեղ հետաքրքիր մի բան հիշատակվում էր պարզապես որպես բան հիշեցի, որպես այսպես ռեմարկ, որ եվրոպական ինք հենց նույն եվրոպական միության ստեղծման մասին պայմանագրի 42-րդ հոդվածը, որը որ հիշատակում է կանցլեր Մերցը, ինչի մասին է, որ եվրոպական միության անդամները պարտավոր են միմյանց ցուցաբերել ռազմական աջակցություն, եթե որևէ մեկը նրանցից ուրեմն հայտնվի ագրեսիայի ենթարկվի։ Դուք անձամբ ինչը կարանցնացնեիք Ռուբիոյի ելույթից ամենաառանցքային կետը, որը մեզ համար է կարևոր, Հայաստանի համար։ Նայեք, սա ինչի մասին է խոսք, շատ կարևոր է մեզ համարում այդ դաշինքի վերահաստատումը։ Եվրոպական երկրների եւ Հայաստանի համար դա կարևոր է։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Այո, կարևոր է։ Եվ եթե ուզեք բացատրեմ իհարկե։ Նայեք, կար տեսակետ եւ մեզ մոտ շատերը այսպես հրճվանքով են դրա մասին խոսում, որ աշխարհը բաժանվում է ազդեցության գոտիների։ Ամեն մի գերտերություն իր գոտին կունենա, իր անմիջական աշխարհակաղակական տարածաշրջանում, այսպես ասած, եւ դա կլինի իր ազդեցության բացառիկ տարածաշրջանը, որը մեկ իրավունք ունի քիթ խոթել կամ ինչ-որ հարցեր լուծել կամ ինչ-որ բաներում միջամտել գործընթացներում։ Սա ցույց է տալիս, սա խոսում է վկայում այն մասին, որ այս հզոր ուժը, որը որ միավորվում է, վերստին միավորվում է եւ նորոգում է իր գոյությունը, սա վկայում է այն մասին, որ այդ տեսակի գոտիներ, փակ գոտիներ, որոնք կարգել են ուրիշների այլոց մուտքը, հնարավոր չի լինելու, նրանց գոյությունը հնարավոր չի լինելու աշխարհում։ Քանի որ պարզապես ուժերը անհամադրելի են, այսինքն Եվրոպական միությունը, Բրիտանիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները միասին համարյա, եթե նրանց ավելացնես Ճապոնիան եւ Ավստրալիան, Նոր Զելանդիա եւ Հարավային Կորեա, դա հաստատ 55%-ն է համաշխարհային տնտեսության։ Այսինքն որևէ մեկը չի կարող դռները փակել, ասել սա գիտես, սա իմ տիրույթն է, հանգած չմտնես այստեղ եւ ինչ կուզեմ ես պետք է անեմ։ Սա Հայաստանի համար ինչով է կարևոր, որ մենք սա մեզ հնարավորություն է տալի այդ բազմազանեցման քաղաքականության իրականացման համար, դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության համար։ Այսինքն մենք չենք հայտնվելու որևէ մեկի ազդեցության մենաշնորհային գոտում, սա մեկ։ Երկրորդը ինչն էր կարևոր ինձ համար։ Նայեք ինքը խոսում է այդ ելույթում իր Մարկո Ռուբիոն խոսում է եվրոպացիների հետ միասին, ասում է որ մենք պետք է միասին ստեղծենք այնպիսի համակարգ, որ հարցականի տակ չդրվեն մեր մատակարարման շղթաները։ Արդյունաբերության մասին է խոսքը գնում եւ հանքային նյութերի մասին է խոսքը գնում։ Սա որպես կարևորագույն թիրախ, կարևորագույն նպատակ է նա ընդգծում։ Իսկ ինչի մասին է TRIP ծրագիրը։ Հենց դրա մասին։ Այդ շղթաների։ Հենց դրա մասին է TRIP ծրագիրը։ Այսինքն ստացվում է, որ սա գալիս է ապացուցելու, որ մեր այս ծրագիրը, այս քայլերը այդ TRIP-ի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության խորացման ընդլայնման ուղղությամբ շատ ճիշտ հենքի վրա են դրված։ Եվ կայուն հենքի վրա են դրված եւ դժվար թե որևէ մի գործոն դա բանի ուրեմն հարցականի տակ առնի աշխարհում։
Եվ մի հանգամանք եւս նայեք, մենք խոսում ենք, նայեք, մենք հիմա խոսում ենք շատ ակտիվ հա Հայաստան-Եվրոպական միություն, Հայաստան-Ամերիկա հարաբերությունների մասին, բայց բան կար, շատ մտավախություն կար, ասեմ, եթե սրանք իրար մեջ բաներ հակասություններ լուրջ ունեն, հա, Գրենլանդիա եւ այլն, հիշեք ինչպեսի բան կար, հռետորաբանություն կար այդ օրերին դրան, այդ հարցի շուրջ։ Մեզ մոտ ուրեմն բան կար, մտավախություն կար ոմանց մոտ, որ գիտեք, ինչպես ենք մենք սա համադրելու մեր այս երկու ուղղությունները արտաքին քաղաքականության մեջ։ ԱՄՆ-ն հարցակվի Գրենլանդիայի վրա։ Չէ, եթե եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի միջև իրոք այդպեսի խորը ուրեմն հակասությունների եւ ուրեմն տարաձայնությունների բան բացվի։ Մեզ մոտ այդ հարցն էին տալիս, ինչ ենք անելու, եթե հարցակվի ԱՄՆ-ն Գրենլանդիայի վրա, սողոթիչ չէ վերցնում, պարզ չեն։ Այո, համաձայն եմ իհարկե։ Այնուամենայնիվ մի բան էլ էր զարմանալի, որ իր ելույթի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը գոնե մեկ անգամ Ռուսաստանի մասին չէր հիշում։ Շատ լավ, այո։ Ես էլ դա նկատեցի, ինչը շատ դրական եմ, շատ լավ եմ համարում։ Նայեք, նույնը չկա, նայեք, ինչ մեղմ տոնայնությամբ է խոսվում Ռուսաստանի եւ Չինաստանի մասին, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմամարության մեջ, պաշտպանության ռազմավարության մեջ, այս ելույթում, ինչը շատ դրական է, շատ լավ է մեզ համար։ Սա այսինքն խաղաղության օրակարգ է, հասկանում եք, սա արճակատման երկու բլոկային բախման օրակարգ չէ, ինչը շատ լավ է մեզ համար։ Այսինքն շարունակելով ձեր միտքը եւ տրամաբանությունը ստացվում է, որ այն բոլոր խոսակցությունները, շահարկումները, որ եթե Հայաստանում հայտնվում են ամերիկացիները թրիպի տեսքով, ուրեմն գործող վարչակարգը Փաշինյանի կառավարությունը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական բախման տարածք, սա իրականության հետ որևէ աղերս չունի, որովհետեւ ոչ ԱՄՆ-ն, ոչ հասկանալի պատճառով Ռուսաստանը, ոչ էլ Չինաստանը այդ ցանկությունը բախվել։ Այո, չեն ունենա։ Չունեն եւ Մյունխենում դա եւս որևէ մեկին դա ձեռնտու չի։ Այլ գնալ բախվել այդ հսկայի հետ հատ ներողություն։ Եվ այսօր մի բան էլ, հա, մի փոքրիկ մեկնաբանություն էլ, հա։ Այսօր ինչի է, նայեք, շատ բան է։ Վստահ է խոսում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Շատ մեծ վստահությամբ են խոսում միջազգային հարաբերությունների մասին, համաշխարհային քաղաքականության համատեքստում։ Ինչու համար։ Հետևենք, եթե նայենք ինչ է կատարվում այդ տեխնոլոգիաների բնագավառում, տեսնում եք, որ նա sense առաջատար է, միանձնի առաջատար է դարձել եւ շատ մեծ վստահությամբ է առաջ քայլում։ Իսկ ով որ տեխնոլոգիաների առաջատարն է, նա էլ շատ ներողություն թելադրելու է եղանակն ու երգը եւ ամեն ինչը աշխարհում։ Այստեղ մի հատ կարծեմ մենք նախորդ մեր զրույցի ժամանակ խոսել ենք դրա մասին, այդ մեծ դիվերգենցիայի մասին, որը որ նայեք, շատ հետաքրքիր բան էր, հրապարակում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների սպիտակ տան ցանցում էր դրված, վեբկայքում էր դրված, ներողություն, վեբկայքում, ինչի մասին է, որ նայեք, այն դռները, որ կամ այն հեռանկարը, որ բաց է անում արհեստական բանականությունը, դա շատ ուղղակիորեն շատ նման է նույն այն գործընթացներին կամ այն որակական փոփոխություններին, որոնք որ տեղի ունեցան 19-րդ դարում արդյունաբերական հեղափոխության հետևանքով։ Շնորհիվ։ Այսինքն սա դուք հասկանում եք որակական տարբերության մասին է 19-րդ դարում մենք լավ գիտենք, հա, այդ բանը պատկերը մեր աչքի առջև է, հա, սա պատմություն է, այսինքն նայեք Մեծ Բրիտանիան եւ մնացած աշխարհը ինչ հսկայական տարբերություն առաջացավ, հա, հետագայում Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եվրոպական երկրներ, որոնք որ դարձան ինդուստրիալ երկրներ եւ մնացած աշխարհը, որ մնացել էր դեռևս միջնադարյան ուրեմն այդ արտադրական մակարդակի վրա։ Մեծ Բրիտանիան արդյունաբերական հեղափոխությունը դեռ 17-րդ դարում է սկսվել։ Այն ինչ որ կոչվում է արդյունաբերական հեղափոխություն, այսինքն մեքենաների մուտք գործելը կոչվում է 1820 թվականն է մոտարապես բանը համարվում։ Մի անգամից դա հիշեցի։ Տեսեք, պարոն Թաշչյան, եւս մի կարևոր հանգամանք կա այս ամենում, ժամանակին շատ էր խոսվում, այդ թվում երբ որ մենք նախաձեռնեցինք այդ գործընթացը, նախաձեռնող խումբը Եվրամիություն, Եվրամիություն Հայաստանի շարժվելու այդ օրենքը դառնալ Եվրամիության մաս, շատ էր խոսվում, որ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն հիմա գտնվում են հակասությունների մեջ, որ երբ որ մենք հիմա կապում ենք մեր ապագան Եվրամիության հետ, ԱՄՆ-ն դա լավ չի ընդունի, չի ընկալի, մենք կարող ենք խնդիրների առջև հայտնվել։ Հիմա եթե վերադառնանք Մյունխեն, շաբաթ, կիրակի, ուրբաթ,
Մյունխենում ելույթները, որոնք դուք լսեցիք, ես վստահ եմ, որ դուք հետևել եք ոչ միայն բարոն Ռուբիոյի, նաև եվրոպական լիդերների, արդյոք խոսում են այն մասին, որ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջև այս պահին կան այնպիսի հակասություններ, որոնք կարող են վնասել օրինակ Հայաստանի եվրոպական ուղուն։ Շատ լավ, այսինքն կարծես ես արդեն ասացի դրա մասին, բայց կրկնեմ։ Չէ, սա կարիք ունի հստակեցնել։ Վերահաստատում են, նայեք, եվրոպական լիդերների բոլոր ելույթներում կարմիր թելով անցնում էր այդ ուղերձը։ Դաշինքը իրենց համար կենսական անհրաժեշտություն է, շատ կարևոր է, նրանք շատ կարևորում են դա, փայփայում են, գուրգուրում են եւ պատրաստ են ուրեմն փաստորեն ընդունել Փաստորեն նայեք լեյտմոտիվը հետևյալն էր, որ այդ Մարկո Ռուբիոյի այդ առաջարկը եկեք նորոգենք մեր դաշինքը, նոր որակ հաղորդենք դրան, փաստորեն այդ բանը ուղերձը վերցրել են մանեն արել, այդ արձագանքը հետադարձ փոխադարձ կերպով ուրեմն հայտնել են համաձայնություն է փաստորեն այդ հնչեց այդ համաձայնությունը եւ Գերմանիայի կանցլերի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ փաստորեն Ուրսուլա ֆոն դեր Լայնի ելույթում այդ համաձայնությունը հնչում էր։ Մեր տարածաշրջանի դիտանկյունից եթե Կներեք շատ ներողություն, հազարներողություն մի կետ կար, որ շուրջինակ համաձայն չէր, դա կլիման էր, կլիմայի փոփոխության վերաբերյալ, ասում չէ, մենք այդ հարցում ձեզ այդ համաձայն չենք, դե Տրամպի վարչակազմն ասում այդպիսի բան չկա, բանը եղանակի չի փոխվում, կլիման չի փոխվում, դա բանը խաբեություն է շատ մեզ նրանք ասում են ոչ, ստեղ մենք քեզ հետ համաձայն չենք։ Ինչ վերաբերվում է Հայաստանից, եթե մենք դիտարկենք այս գլոբալ իրավիճակը, հարաբերությունները դուք էլ նշեցիք այդ տեխնոլոգիական շղթաները, որոնք շատ կարևոր դերակատարում են ստանում։ Մենք հիմա ունենք աշխարհում զսպման գործոն, դա միջուկային զենքն է։ Հիմա փաստորեն մեծ տերությունների մեջ բանանենք, ճիշտ ենք։ Հիմա մենք տեսնում ենք, որ այդ մեծ տերությունները, եթե իրենք շահագրգռված չեն նոր կոնֆլիկտներ ունենալ, ռազմական կոնֆլիկտներ ունենալ տարբեր աշխարհի կետերում, համենայն դեպս դա նշмарվում է, Թրամփի քաղաքականությունը այդ մասին է գոնե, արդյոք մենք կարող ենք ֆիքսել, որ գործող քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները այդ փոփոխվող տրամաբանության շրջանակներում հետևյալն է ԱՄՆ-ի կողմից փորձել ձևավորել մի իրավիճակ, երբ որ Չինաստանը ստիպված է լինելու գնալ մեծ գործարքի ամենավերջում ԱՄՆ-ի հետ, առանց պատերազմների, բայց տնտեսական ճնշման ճանաչեն, առևտրային պատերազմները են 16-ի, երբ որ Թրամփը առաջին անգամ եկավ Սպիտակ տուն, շարունակվում են մեծ հաշվով, ուղղակի ստացել են նոր լիցք, հա, դրան գումարվել է այն ինչ կա Ուկրաինայում, որտեղ Ռուսաստանի ձեռքերը կապած են այս պահին, եւ Չինաստանը մեծ հաշվով մնացել է կարելի ասել միայնակ, որովհետեւ Իրանն էլ տարածաշրջանում արդեն լուրջ գործոն չէ։ Տրամաբանության մասին խոսեմ։ Հա, շնորհակալություն հարցում եք նախ այդ տենց միանշանակ կանխատեսումների իհարկե դա շնորհակալ է։ Հա, վարկածների իհարկե միայն վարկածներ կարող են առաջացնել։ Բայց մի բան կարող ենք փաստել, որ Չինաստանը այսօր նայեք, Եվրոպական միությունը վերջ-վերջո դա միասնական կառույց չէ։ Նա դժվար է դա անվանել միասնական մի միավոր Եվրոպաները տարբեր են։ Եվրոպաները վերջ-վերջո տարբեր, նա իրանք իհարկե տնտեսական միասնական քաղաքականություն կա եւ այլն։ Մենք շատ խոսեցինք սրա մասին։ Բայց այսօր միակ երկրորդ ուժը Չինաստանն է։ Երրորդ, չորրորդ ուժ չկա։ Այսինքն երրորդը եթե կարելի է խոսել, ապա Եվրոպական միության մասին կարող ենք Կա խոսել։ երկու բևեր։ Կա այսպես պայմանական, շատ պայմանական այսպես մի հասկացություն։ Ես ընդհանրապես դեմ եմ այսօր ուրեմն բևերների մասին խոսել, փաստորեն քիչ առաջ ասեցի, բևերներ չկան փաստորեն։ Հա, այսպես կենտրոններ կան, այո, կա ուժային կենտրոն։ Ես բևեր եմ ասում, որ բոլորին պարտավոր է, որտեղ մենք սիրում ենք խոսել բևերների մասին։ Ես ավելի լավ, որպեսզի խուսափենք այդ հասկացությունից, ես օգտագործում եմ պոլիցենտրիզմ, բազմակենտրոնություն։ Հա, հիմա կա Չինաստանը երկրորդն է, հզորագույն ուրեմն դերակատար է։ Բայց նույն Չինաստանի մասին նայեք ինչ բաներ կան, կարծիքներ կան, այսպես լուրջ ակադեմիական աղբյուրներում, հա, որ նրան ձեռնտու չէ առճակատումը, որը որ կարող է հանգեցնել տնտեսական կապերի խզմանը, տնտեսական այդ համագործակցության առևտրական կապերի խզմանը։ Նայեք, Չինաստանի տնտեսության առանձնահատկությունը շատ հետաքրքիր է։ Նրա տնտեսությունը կառուցված է արտահանման վրա։ Նա ունի մոտավորապես 1.2 տրիլիոն դոլարի ավելցուկ իր արտաքին առևտրական բալանսում։ Դուք հասկանում եք դա ինչ թիվ է, հա։ Ասենք Ռուսաստանի տնտեսության կեսի չափ։
մոտարապես։ Միայն նրա ավելցուկն է դրական բալանսը։ Հիմա նրա ինչ է իրեն պետք։ Պահպանել շուկաները։ Շուկաներից ամենակարևորը Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկան է։ Եվ երկրորդ երևի թե Եվրոպական միություն։ Իհարկե, հեռավոր արևելքը նրա համար կարևոր շուկա է, բայց որպես մի պետություն, առանձին պետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկան է նրա համար շատ կարևոր։ Եվ բնականաբար նրան ձեռնտու չէ այդ ձեր ասած այդ արճակատման քաղաքականությունը, որը կբերի լարման, էսկալացիայի եւ այլն։ Նա եւ հետո գիտեք, ես կարծում եմ ինչքան որ ուսումնասիրում եմ Չինաստանի էությունը, բնույթը, բնավորությունը, դա այդ երկիրը չի, որը որ կգնա ուղիղ բախման։ Մի այսպեսի շատ գեղեցիկ բան կա, հայամատություն կա, հիշեցի Հենրի Կիսինջերն էր իր գրքում գրում, ասում է նայեք, եվրոպացիները խաղում են շախմատ, հա, եւ շախմատում ուրեմն բանը նպատակը որն է խաղացողի ջախջախել դիմացինին։ Այսինքն ճեղքել կենտրոնում ուրեմն մտնել ներխուժել եւ ուրեմն հարվածել բանին, թակավորին եւ ջախջախել։ Չինական խաղը, որ կոչվում է Go, նա այլ տրամաբանություն ունի։ Ուրեմն շրջապատել բանին, հակառակորդին եւ ստիպվել նրան հանձնվել։ Այսինքն նա արճակատման քաղաքականության երկիր չէ։ Նա երկար այսպես շատ համբերատար, մեծ ռազմավարական համբերատարություն ունեցող պետություն է եւ ճիշտ է գնահատում իր տեղը, իր դերը, իր հնարավորությունները երբևէ նա չի գնա այսօր ուրեմն այդպես բացահայտ կրկին վարկածով, հա, ասենք, չասենք 100% անոց մի բան, ինչ ասես աշխարհում կարող է տեղի ունենա, բայց բոլոր տվյալները վկայում են այն մասին, որ Չինաստանը փայփայում է այսօրվա այս հանդարտ իրավիճակը եւ դեմ կլինի էսկալացիային։ Եվ վերջին հարցը Չինաստանի մասով, տեսեք, Սի Ցզինպինը 2 շաբաթ առաջ հայտարարեց, որ Չինաստանը պատրաստվում է յուանը դարձնել համաշխարհային ռեզերվային տարադրամ։ Կարևոր հայտարարություն է, ինչից հետո նաև հայտնի դարձավ, որ չինացիները շատ ակտիվ ոսկի են գնում։ Չինաստանի կենտրոնական բանկը շատ ակտիվ ոսկի է գնում, ինչի հետևանքով ոսկու գները բավականին բարձրացել են ամբողջ աշխարհում։ Սա մենք կարող ենք դիտարկել որպես պատասխան ԱՄՆ-ի գործողությունների եւ հերթական մեր այս տրամաբանության հաստատումը, որ պատերազմները շարունակելու են այս կերպ։ Նայեք, փաստորեն BRICS կազմակերպության հիմնական նպատակներից մեկն էլ դա էր։ Այսպես այլընտրանքային արժույթ ստեղծել միջազգային։ Բայց ուրեմն շատ մեծ հաջողություններով մինչ այսօր նրանք չեն կարող բարձրանալ։ Յուանը 2-3% է կազմում։ Այդ որպես պահուստային, հա, արժույթ իր ծավալը ընդամենը 2-3% է կազմում։ Միջազգային, հա։ Մինչդեռ 60% դոլարով են իրենց բաները, կուտակումները պահպանում, հասկանում եք։ Կենտրոնական բանկերը, պետությունների, մոտ 15-20% եվրոյով։ Հետո գալիս է ճապոնական, շվեյցարական, բրիտանական արժույթ։ Նոր հետո վերջում 7-8-րդ տեղը չինական արժույթն է։ Այդպես չի որ այսօր ուրեմն նրանք մեծ հաջողություն ունեն այս առումով։ Բայց փորձում են համարել։ Բայց հա, շատ կուզենան իհարկե, հա, իհարկե։ Կուզենան որպեսզի վերածվեն մեծ բևեռի։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Թարչյան, կարծես թե բավականին հաջող, հա, այսպես ասած ռուսերեն ասում են «Расставили по полочкам», հա, այնինչ տեղի ունեցել Մյունխենում, շնորհակալ եմ ձեզ։ Մեր հյուրն էր դիվանագետ Հրաչյա Թարչյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։